Գյուրջան կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության նոր պայմանագիրը ռազմական փոխօգնության դրույթ չի պարունակում։ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը ռազմական աջակցություն չի խնդրել, իսկ գործող համաձայնագրում նման պայման նախատեսված չէ։ Այդ դիրքորոշումը հստակեցվել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակով, բացառելով ռազմական ներգրավման իրավական հիմքը ներկա փուլում։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ավտոմոբիլային հաղորդակցության նոր համաձայնագրով սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի ձևաչափ։ Այն պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ տպագրված տարբերակը վարորդը պարտավոր է ներկայացնել վերահսկող մարմիններին։ Պահանջը կսկսի գործել 2025-ի հուլիսի 1-ից։ Չարենցավանում թմրանյութի գործով ձերբակալվել են 2 երիտասարդ։ Հունիսի 16-ին Գանգրահեր տղայի այգում ոստիկանները ձերբակալել են Աբովյանի և Եղվարդի 2 բնակչի թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով։ Մերսեդես մեքենայից և անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված և մարիխուանայի նմանվող փաթեթ։ Նշանակվել է փորձաքննություն, քննչական մարմինը վարույթ է հարուցել, երկուսն էլ ձերբակալված են։ Ոչ սթափ վարորդի պատճառով վթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Հունիսի 19-ի առավոտյան թիվ 23 ավտոբուսը վթարի է ենթարկվել, սթափության փորձաքննությամբ վարորդը եղել է ոչ սթափ։ Երևան ավտոբուս փակbaşնետիրական ընկերության փոխանցմամբ նա ալկոհոլ է գործածել երթուղի դուրս գալուց հետո։ Վարորդը ազատվել է աշխատանքից։ Իրանի և Իսրայելի միջև պատերազմը դեռ չսկսված էլ արդեն խնդիրներ էին առաջացել Իրանից Հայաստան բեռնափոխադրող ընկերությունների համար։ Մեկ ամսից ավելի է Հայաստան-Իրան սահմանի իրանական հատվածում անցակետի մոտ 100-ավոր բեռնատարներ հերթեր են առաջացրել։ Հայաստան եկող մի քանի 100 բեռնատարներ սպասում են Հայաստան մտնելու իրենց հերթին։ Ինչու բեռնատարները չեն կարողանում Հայաստան գալ։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հարցն իրենց տիրույթում չէ։ Ուղղորդեցին պետական եկամուտների կոմիտե։ Այստեղ էլ խնդրի հետ կապված հաղորդագրություն չեն տարածել։ Միայն 2 օր առաջ հայտնել էին, որ օրական հայ-իրանական սահմանը հատում է մինչև 250-ից 300 մեքենա։ Բեռնատարներում հիմնականում շինարարական նյութեր, ցեմենտ, երկաթ թիթեղներ։ Սահմանին առաջացած հերթերն ըստ վարորդների այնքան էլ կապ չունեն Իրան-Իսրայել պատերազմի հետ։ Խնդիրը Իրանի ու Իսրայելի միջև հարաբերությունների լարվածությունից շատ ավելի առաջ է ստեղծվել։ Իսրայելա-իրանական պատերազմից մի քանի օր անց սկսվեց քաղաքացիների ակտիվ հոսքը Իրանից դեպի Հայաստան։ Այստեղ միշտ նման խցանումներ լինում են, պատերազմն ավելի է նպաստել, որ մարդիկ ավելի շատանան։ Թեհրանից եմ գալիս, իրավիճակը Իրանում ոչ մեկի համար լավ չէ, շատ մարդիկ դուրս են եկել Թեհրանից։ Հայ-իրանական սահմանին Մեղրիի անցակետում օտարերկրյա քաղաքացիների համար կտրուկ աճել են տաքսիների գները։ Եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ $35, 28,000 դրամով, այժմ այդ տեղափոխությունը դարձել է $220 կամ 85,000 դրամ։ Շուկան այդ օրվա որոշում։ Եթե շատ է կան, ես իմ մտածելով եմ, եթե շատ է կան, պարզա գները բարձրանալվա, քչացան, իշնելվա, սենց է вообще։ Մեղրիի համայնքի ղեկավարը հայտնել է, թե անձամբ է Իրան-Հայաստան մաքսատանը զրուցել Հայաստան տեղափոխվող մարդկանց հետ։ Մեղրիի համայնքի ղեկավարը հայտնել է, թե վերջին օրերին Իրանից Հայաստան եկողները տեղավորվում են Մեղրիի եւ Ագարակի հյուրանոցներում։ Քանի որ մեր մոտ հյուրանոցները քիչ են եւ Ագարակ եւ Մեղրիում մի քիչ մեծ հյուրանոցներ որ կան 3 հատ են, 3 հատ Ագարակ, 3 հատ Մեղրի, բնականա որ Երևանից եկած հյուրերն են ստե մնում եւ դրսից գացող, Պարսկաստանից գացող, կարա մի օր լինի, կարա 5 օր չլինի, բայց այն օրվա համար, որ ինձ հարց են տվել, այո, այդ օրը մեկ մարդ ենք ունեցել տեղավորելու, իրականում տեղ չի եղել հյուրանոցներում։ Անդրեասյանը տեղեկացրել է, որ տաքսովարորդների հետ հանդիպել է եւ հորդորել է չբարձրացնել ուղևորափոխադրումների գները։ Անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսովարորդների հետ եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք է առիթ օգտվել։ Թերանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը իրանա-իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը, նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես 4 ցամաքային երթուղիներից մեկը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասին։ Սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար, անցումն ազատ է, վավեր օտարերկրյա կամ ներքին անձնագրերով եւ նախնական ծանուցում անհրաժեշտ չէ։
Սննդի անվտանգության տեսչականի Facebook-յան էջում աչքի համար դոմինանտը տաշիր պիցայի տարբերանշանն է 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ 30 պիցերիայից 10-ի գործունեությունը կասեցրել են, 17 մասնաճյուղում ստուգումները դեռ շարունակում են։ 3-ից սննդամթերքի նմուշներ են վերցրել փորձաքննելու համար։ Մեկ շաբաթվա ընթացքում էլ դրանց արդյունքները հայտնի կդառնան։ Դեռևս մեկ շաբաթ առաջ արդեն կասեցում ունեինք եւ 5 օր առաջ եւս մի կասեցում ունեինք եւ այսպես շարունակաբար խնդիրը մենք ի սկզբանե ասել ենք, որ շատ խիստ ենք վերաբերվելու։ Հատակ, պատեր, առաստաղ, մակերևույթները հարթ, անջրանցիկ չեն, ինչպես նաև չեն կանխարգելում կամ նվազեցնում գոլորշու խտացումը։ Սրանք են հիմնական, այսպես ասենք, թերությունները, որոնք հայտնաբերել են սննդի անվտանգությունն ուսումնասիրողները։ Այս կետերը տեսչականը գրել է բոլոր 8 հրապարակումներում։ Մամուլում ֆիքսեցին տեսուչների ուսումնասիրությունները համընկան ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն աջակցություն հայտնելու համար։ Նրա նկատմամբ իրականացվող դատավարական գործընթաց հետ տեսչականից պնդում են սովորական գործընթաց է, համընկնումները պատահական։ Պաշտոնական այս պարզաբանումը այնուամենայնիվ չի համոզում փորձագետներին, զավեշտ են որակում։ Առաստաղը նորա կառուցված էր։ Անցած տարի որ գնացել եք այդ առաստաղը չէիք տեսել, եթե անցած տարի գնացել եք այդ առաստաղը տեսել եք, ոնց է ստացվել որ հետո նորից մի տարի այդ առաստաղով աշխատում է։ Դա նշանակում է մի բան, անցած տարի այդ առաստաղի վրա կարայիք աշխատեիք, այս տարի չեք կարող աշխատեք, հետևաբար քաղաքական։ Սպառողի իրավապաշտպանը տեղի ունեցողը պարզապես ծիծաղելի է համարում, անձն աչքին էլ պարզ է, ասում է։ Եթե դու արդար նորմալ ազգի համակարգում ես, դու ասում ես անցած տարի ով է ստուգի, ով է տեսել, որ առաստաղը խնդիր ունեցել, ասում են պայմանական Վահանը, ասում ես Վահան, շնորհակալություն, ստեսություն։ Դու չես արձանագրել։ Այ երբ որ դու այս գործընթացը չես անում, դեպի ամենաշատը հետևություն դու հենց հիմա քաղաքական գործունեություն ծավալում, ոչ թե ապահովում ես պարզապես սննդի անվտանգություն։ Հատկանշական է, որ տնտեսվարողը հենց ինքն էր դիմել ՍԱԱՏՄ դեռ հունիսի 11-ին էին ընկերությունից տեղեկացրել, պարզաբանելով մատուցվող սննդի նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակ են հետապնդում։ Տաշիր պիցայի գերնպատակն է մեր հաճախորդներին մատուցել թարմ եւ անվտանգ սնունդ, սա մեր կողմից որդեգրված աշխատանքային սկզբունք է, որի նկատմամբ միշտ եղել ենք եւ հետագայում եւս կլինենք, առավելագույնս հետեւողական։ Ասել են դուք եք դիմում, մենք պիտի ստուգենք եւ բոլոր խնդիրները հանենք, ասել են այո։ Թե արդեն հետևած իրադարձությունները, մասնավորապես ազգային բարեգործ Կարապետյանի ձերբակալությունը, ապա կալանավորումը ինչ ազդեցություն ունեցան ՍԱԱՏՄ ստուգումների խստության վրա, ընկերությունից դժվարանում են պատասխանել։ Ինչքանով դա կապ ունի կամ կապ չունի, դա անկեղծ ասած չեմ կարող ասել։ Ու եւս մեկ գնահատական մասնագետներից, թե այսպիսի մանրակրկիտ ստուգումներ լինեն, մեր երկրի տնտեսվարողների կյանքը տխուր կլինի։ Առնվազն 70%։ Ինչու հիմա չեն գնում մյուսները այդպես ապահովեն։ Զբոսաշրջիկները հետաքրքիր նկարահանում են իրականացրել բրազիլական ջունգլիներում։ Նրանց տեսախցիկը ֆիքսել է ягուարի եւ ալիգատորի միջև կատաղի մենամարտը։ Արհեստական բանականության ոգնականը, որ ամեն ինչ գիտեր, հիշում էր իր օգտատիրոջ առողջական պատմությունից, օրինակ հիվանդություններ, լաբորատոր հետազոտության արդյունքներ եւ այլն։ Ավելի քան 160 երկրից շուրջ 250,000 օգտատեր արդեն ուներ, երբ մեր հայ ստարտափերների մոտ նոր միտք ծնվեց։ Անմիջապես գործի անցան արհեստական բանականությանը նոր գործ տվեցին։ Լաբորատոր արդյունքները վերլուծիր, հաշվետվություն տուր։ Այս պայն ինչպես է աշխատում, լաբորատորիայի հետ ինտեգրվում ենք, երբ որ պացիենտը գնում է լաբորատորիա, տալիս է համաձայնություն, որ իր տվյալները գան դոկուսին միմիայն վերլուծության նպատակով պացիենտի համար, երբ որ պատասխանները պատրաստ են, ինտեգրված համակարգով այդ պատասխանները գալիս են մեզ, մենք արհեստական բանականության միջոցով վերլուծում ենք, սարքում ենք մի հատ շատ խորը հաշվետվություն ու ուղարկում ենք պացիենտին, տեսնում է իր ցուցանիշների դինամիկան ժամանակի ընթացքում, չէ, որպեսզի հասկանա, որ ցուցանիշ դեպի լավն է գնում, թե դեպի վատը, իրենց ռեֆերենս զոնաներով։ Ամբողջ գործընթացը կոդավորված է, այսինքն երրորդ որևէ մեկը որևէ բան չի տեսնում։ Դոկուսի տնօրենը միանգամից է ասում, կանխելով հնարավոր հարցը, իսկ առողջական գաղտնիքը, ի դեպ բժշկական հարցերի օգնական AI-ը միշտ եւ պարտադիր նաեւ հիշեցնում է, իր խորհուրդները բժշկի հետ պարտադիր համաձայնեցնել է պետք, մինչդեռ սպիտակ խալաթավորները իդեմս նրա հնարավոր կոնկուրենտի են տեսնում։ Իրականում այդ արձագանքը գրեթե բոլոր երկրներում միանման է, բժիշկների մոտ սկզբից ոնց որ գալիս է այդ վախի, պաշտպանվածության ոնց որ զգացմունքը,
ու կարծում են, որ արհեստական բանականությունը եկել է իրենց փոխանելու, դա շատ սխալ կարծիք է, ու մենք ամենտեղ նշում ենք, որ արհեստական բանականությունը բժշկին չի կարող փոխարինել, ինքը կարող է ուղղակի պացիենտներին ավելի կրթել, ավելի սարքել իրենց առողջության նկատմամբ ավելի գիտակից։ Բժշկի համար էլ հաշվետվություն ունի Դոկուսեյայը, կլինիկական վերլուծություն է տալիս։ Բժիշկը ժամանակը կխնայի, բուժառուներն այստեղ էլ դարձյալ գոհ են։ Շնացքի ժամանակ է անցել, բայց տեսնում ենք հարյուրավոր պացիենտների դրական գնահատականներ, տարբեր շատ դրական կարծիքներ։ Դոկուսեյայից օգտվելու հնարավորություն այս պահին մեկ լաբորատորիա ունի մեր երկրում, բայց ստարտափերների նպատակը ամբողջ առողջապահական համակարգը ինտեգրելն է, որին ի դեպ պետությունը քիչ-քիչ պատրաստվել է սկսել։